Շիրակի մարզում կայացավ Լիտվո-Շիրակ ծրագրի ամփոփիչ միջոցառումը, եզրափակելով 5 տարվա ակտիվ ու արդյունավետ համագործակցության շրջանը։ Եվրոպական միության եւ ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացված ծրագիրը նշանակալի հետք թողեց մարզի սոցիալ-տնտեսական կյանքի տարբեր ոլորտներում։ Մարզում բավական շատ երազողներ կան, ու այս ծրագրի իմաստը իմ կարծիքով այն էր, որ հայտնաբերենք այդ երազողներին։ Վերջին 5 տարիների ընթացքում Լիտվո-Շիրակը կյանքի կոչեց ավելի քան 130 ծրագիր, ընդգրկելով ամբողջ մարզը։ Նախաձեռնությունները վերաբերում են գյուղատնտեսությանը, կրթությանը, զբոսաշրջությանը եւ բիզնեսին, նպաստելով համայնքների համաչափ զարգացմանը։ Ծրագրի ընդհանուր ներդրումները գերազանցել են 670 միլիոն դրամը, ինչի արդյունքում ստեղծվել է ավելի քան 130 աշխատատեղ։ Ծրագիրն հաջողել է ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանի գլխավորությամբ։ Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանաքյանը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Առնակ Ավետիսյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը, ինչպես նաեւ համայնքապետարանների ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ եւ այլ հյուրեր։ Այս արդյունքները եւս մեկ անգամ վկայում են այն մասին, որ եթե մարզերին տրամադրվի անհրաժեշտ ներուժը, նրանք կարող են հզորանալ եւ իրոք դառնալ տնտեսական աճի եւ զարգացման կարեւոր ուղղորդիչ։ 132 նախաձեռնություն, որից 40-ը նոր ՓՄԶ-ների ստեղծում կամ եղածների գործողների ընդլայնումն է, դա Հուսիկինց կողի երևի 41, եթե չեմ սխալվում, համանքային նախաձեռնություն, սոցիալական եւ զարգացման ենթակառուցվածքների վերանորոգում եւ ընդլայնում, ինչպես նաեւ աջակցություն 24 տեղափոխված ընտանիքների։ Այսինքն 100-ից ավելի իրականացված ծրագրեր, Լիտվո-Շիրակի շրջանակներում, եթե չեմ սխալվում, 10,000-ից ավելի շահառուներ։ Սա միայն վիճակագրություն չի, սա իրական կյանքում գետնի վրա փոփոխված համայնքներ են։ Խոսում ենք մի ծրագրի փակման մասին, որը 132 բիզնեսի ու համայնքային ծրագրերի մասին է, որը 766 միլիոն դրամի մասին է, որոնք բացի թվերից հետևում կան մարտիկ, հետևում կան զարգացող համայնքներ։ Ծրագրի կարևոր ձեռքբերումներից մեկը տեղական ակտիվ խմբերի ձևավորումն էր, որոնք կշարունակեն իրենց գործունեությունը նաև ծրագրի ավարտից հետո արդեն ինքնուրույն։ Դրանք էին Հյուսիսային ուղի, Արագածովիտ եւ Կենտրոնական Շիրակ տեղական ակտիվ խմբերը, որոնք կոչված են պահպանելու եւ զարգացնելու ձևավորված համագործակցության մշակույթը։ Յուրաքանչյուր տեղական ակտիվ խումբ առանձնացել է նաև իր կազմակերպած փառատոնով, նպաստելով համայնքային կյանքի աշխուժացմանն ու զբոսաշրջության խթանմանը։ Լիտվո-Շիրակը նաև վառ օրինակ դարձավ, թե ինչպես կարելի է արդյունավետ գործընկերություն կառուցել համայնքապետարանների հետ, համատեղ ուժերով լուծելով տեղական խնդիրներն ու խթանելով զարգացման գործընթացները։ Ծրագրի շրջանակներում հազարավոր շահառուներ են օգտվել իրականացված նախաձեռնություններից, բարելավելով իրենց կյանքի որակը։ Միջոցառման ընթացքում հյուրերը դիտեցին ծրագրի ամփոփիչ ֆիլմը, ծանոթացան ցուցադրությանը եւ անմիջականորեն հաղորդակից դարձան ծրագրի հաջողության պատմություններին։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։